կմեծանան, էլ ավելի մեծ պոեմները կկարդան, լեգենդները կկարդան, Հովհաննես Թումանյանի Շունն ու կատուն, Չարի վերջը, մի կարդին մեղրը երեխաներ, որոնք մի արժմիական են և էլի կմնան հավերժական, որտև կյանքում միշտ և շուն ու կատու է լինում, և մի կարդին մեղրի պատմությունը անպայման կկարդան, որտև տեսեք մի փոքր բանից մեծ վեճ է բռնկվում, իսկ այդպիսի բաները պետք չի, կյանքում պետք է միշտ հաշտ համերաշխարհվել, միշտ Հովհաննես Թումանյանը սիրել է, ձգտել է լավ կյանք լինի և մանուկների համար, և աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար, երկինքը լինի խաղաղ, մարդկությունն էլ ապրի հաշտ ու համերաշխարհ։ Եղա երեխաներ, այսօրում մենք 19-ին շատ գրքեր է ստանում գրադարանը նվեր, գուցե դու կմեծանալ գրադարան կգալ և ձեր նվիրած գիրքը կվերցնեք և մեծ բավականություն զգացվում կապրեք, որ ինչ լավ է, որ այն ժամանակ մենք դպրոցի գրադարանին այսպիսի գիրք են նվիրել, որ հիմա կարդում են, մեր գիտելիքները շատացնեն։ Չէ՞ նվիրեք քեզ անդրություն։ Գիրքը մեր դպրոցի գրադարանին։ Բազմաց լուսնեն ուր շողերին, հովիտերին թրջելով, Փերիները սարի գլխին,
Հավաքվեցին գիշերով Եկեք ուրեցեք սարերի Բույր ու զեփյուր ես կուզեի եւ արշալույս ոսկեվար, որ մի պայծառ երգ հյուսեի ու երգեի քեզ համար։ Սերավող բակվաղան է, օղնախ բյուրից ջուր է արել, բույսափորով լուր ու մուջ, օղդը ծաղկից ծաղի քավել, կապել սիրո ծաղկե պուչ։ Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին։ Թումանյանը գրել է շատ հեքիաթներ, բանաստեղծություններ և պատմություններ, որոնք սիրում են թե երեխաները, թե մեծերը։ Նրա ամենահայտնի հեքիաթներից են «Անվան Հուրին», «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Քաջն Ազանը»։ Նա շատ էր սիրում իր ժողովրդին, օգնում էր միմյանց, որ մարդիկ լինեն բարի ու ազնիվ։ Նա ամենայն հայոց բանաստեղծն է։ Ամեն լույսի ցավով լցվեց մեր դարում, ցավով սրտով աշխարհը լցվեց մեր դարում, ցավով սրտով աշխարհն եկավ լցվեց ժողովրդով, ինձից տված, ինձից տմեց մեր դարում։ Օղնախ բյուրից ջուր է արել, բույսափորով լուր ու մուջ, օղդը ծաղկից ծաղի քաղել, կապել սիրո ծաղկե պուչ, ջուն ու ծաղիկ աստղում դրել, խնդիր կարել աստղերին, ապակ սրտով խնդիր կարել, բարի ժոտ Ես մարտագրել եմ երեխաներ, որ ձեր կողմից է այս գիծը անպայման, երբ որ կբացեք, կտեսնեք, որ դա իմ մարտագրությունն է, որը նվիրել ենք մեր դպրոցին գրադարանին։ Գրադարանավարներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր բոլորի ծնողներից, ձեր փոքրիկ նկատով, որ կարողացել եք այս գիրքը գրել և դուք չեք աշխատում։ Ճիշտ է, ծնողներն են այդ գումարը տրամադրել, որ գրադարանը հարստացնեք ևս մեկ գրքով։ Շատ ապրեք, շնորհակալություն և դասղեկին այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար և ձեր ծնողներին մեծ շնորհակալություն։ Եղավ Ալիքներ ջան։ Շատ ապրեք։ Հեյ ագահ մարդ, հեյ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, Քանի-քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ, ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, խաղաղանցիր, ուրախանցիր, երկու օրվան ես ճամփել